Բաքվի զինվորական դատարանը 3 դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մի շարք նախկին պաշտոնյաների ցմահ եւ երկարաժամկետ ազատազրկման մեղադրանքներով, ահաբեկչությունից մինչեւ ցեղասպանություն։ Միևնույն ժամանակ այս ֆոնին Բաքվի եւ Երևանի ղեկավարները հայտարարում են խաղաղության մասին։ Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ ենք եղել, հիմա ապրում ենք խաղաղության մեջ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զայեդ մարդկային եղբարության մրցանակի հանձնման ժամանակ։ Իրավապաշտպանները դատավարությունը որակում են որպես բացահայտ քաղաքական հաշվեհարդար եւ նշում են, որ խոսում են խաղաղության մասին, սակայն Բաքվում լրիվ այլ պատկեր է։ Թեմայի շուրջ զրուցել ենք միջազգային իրավունքի փորձագետ փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Դա մեկը մյուսի հետ կապ չունի, որ բովանդակային կապ չունի։ Ես այդտեղ ինչ ասեմ։ Մեկ իրավական գործընթաց է, մեկը, չգիտեմ, հասարակական գործընթաց է, ինչ որ մրցանակ տալը։ Կարող է ուղղակի ժամկետները համընկել է ես այդտեղ։ Գուցե ադրբեջանցիները սիրում են սիմվոլիկա, գուցե իրանք դատավարության ավարտը պես հնարավոր համընկի դրա հետ։ Չգիտեմ, բայց հիմա մոտ էական հանգամանք չէ, իրավական գործընթացներն են հետևում մասնակցում, դրա համար կապսեի նման հարցեր տան իրավական գործընթացներ։ Ինչ կոնկրետ միջազգային իրավական նորմեր են խախտվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացած դատավճիռներով։ Այնքան շատ է, որ դժվար է ամբողջը թվել։ Մեկ բառով նախ արդարացի դատական քննության իրավունքն է խախտվում։ Ու այնտեղ բազմաթիվ բաղադրիչներ կան։ Ասենք նախ եւ առաջ այն դատարանը, որը քննում էր գործը, այդ դատարանը չպետք է քններ, որովհետեւ այնտեղ ոչ բոլորն են, որ կոմբատանտներ են կամ ռազմագերիներ, այնտեղ քաղաքացիական անձին կան, քաղաքական պաշտոն զբաղեցած անձին։ Երկրորդ պետք է առանձին դատավարություններ, որ կարողանային մեղադրյալները իրենց իրավունքից օգտվել։ Բազմաթիվ խախտումներ սկսած փաստաբան իրավունքից, վերջացած հականդեմ հարցում, մի խոսքով արդար դատականության իրավունքը բազմաթիվ բաղադրիչներ ունի եւ ընդհանուր առմամբ դա կառավարվող դատավարություններ, որովհետեւ սովորաբար նման դատավարությունները 1 տարի չեն կարող տվել։ Այնպիսի, ասենք 2 տասնյակ մեղադրանքներ 15 հոգու։ Դատավարությունը տարիներ պետք է տևեր։ Մենը պետք է առանձին դատեին։ Մենք խոսում ենք, պարոն Ղազարյան, խաղաղության մասին եւ մրցանակներ ենք ստանում, երկու կողմը նշում են, որ արդեն խաղաղությունը կայացել է երկու երկրների միջեւ, բայց հակառակ կողմում մեր ռազմագերիները դատվում են եւ ցմահ ազատազրկման անգամ։ Դե մենք կտեսնենք, թե եթե ստորագրի պայմանագիրը դա ոնց է ազդելու ոչ միայն 15 բանտարկյալների վրա, այլև ընդհանրապես արցախցիների իրավունքները, վերադարձի իրավունքից սկսած վերջացած գույքային իրավունք, որովհետեւ մեխանիզմը մշակվի, որ մարդիկ վերադառնան, գնան իրենց տունը տեսնեն, գնան պաշտամունքային տեղերը այցելեն, ասենք եկեղեցներ եւ այլն։ Դա ամբողջը նախագծում մենք չտեսանք։ Հույս ունենք, որ պայմանագրի հիման վրա ինչ-որ մեխանիզմներ կստեղծվեն։ Եթե այդ մեխանիզմները չստեղծվեն, նշանակում է դա իրավական փաստաթուղթ, որով մարդիկ կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, ինքը անարդյունավետ փաստաթուղթ։